Այս կապտաժները միասին վարկյանում մոտ 40 լիտր բարձրակարգ ջուր են տալիս։ Ուշի Օհանավան Կարփի աշտարակ համայնքի բնակիչները հենց այս կապտաժներից եկող ջրից էին օգտվում։ Գարնանը սակայն ժայռաբեկորների փլուզման հետևանքով վնասվել էին աշտարակն ու հարակից համայնքները սնուցող խմելու ջրի խողովակաշարը եւ շտապ անհրաժեշտություն էր առաջացել վերանորոգել այն։ Սակայն տեղում ուսումնասիրությունները ծրագրերը փոխեցին։ Այս ծրագրում մենք ներառեցինք նոր քլորակայանի կառուցումը, որովհետև հին քլորակայանում գտնվում էր շատ վատ վիճակում, պատերը ճաքեր ունեին, տանիքը վատ վիճակում էր եւ ինչպես տեսնում եք, զուգահեռաբար իրականացվում է եւ նոր քլորակայանի, եւ նոր կապտաժի վերակառուցման եւ երրորդ կապտաժի բետոնե ծածկի վերակառուցման աշխատանքները։ Անհրաժեշտություն էր առաջացել մեծ ծավալի շինարարություն իրականացնել, անգամ կառուցել նոր շինություններ ու ճանապարհ։ Շինարարության ընթացքում նորից փլուզումներ տեղի ունեցան եւ երրորդ կապտաժի տանիքը ավիրվեց։ Իսկ այդ կապտաժը ինքն իրենով գտնում էր անտանելի, խիստ քայքայված պատերի առաստաղի ու տանիքի վիճակը անտանելի էր, որոշում կայացվեց այդ մի կապտաժը ամբողջությամբ վերակառուցել։ Ամենաաղետալին այն էր, որ մոտեցնող ճանապարհների վիճակն էր շատ անտանելի, համարյա թե անհնար էր երթևեկելը, ու մենք ստիպված եղանք աշխատանքները սկսել հենց մոտեցնող ճանապարհի կառուցումից։ Սաղմոսավանի աղբյուրի վերակառուցման աշխատանքները կավարտվեն օգոստոսին եւ կվերականգնվի նախկին ինքնահոս եղանակով համային ավելի լավ հատկություններով ջուրը։ Այս պայն բնակիչներին մենք մատակարարում ենք բավականին թանկ ջուր, այսինքն պոմպակայանի միջոցով ենք մղում աշտարակին եւ հարակից գյուղերին ջուր, դա շատ թանկ հաճույք է։ Այլընտրանքային եղանակով խորքային հորի ջուր ենք մատակարարում, որը իր համային հատկություններով որոշակիորեն տարբերվում է կապտաժի ջրերից, սակայն խմելու ջրի որակին ամբողջովին համապատասխանում է։ Իսկ աշխատանքների ավարտից հետո, երբ որ նորից անցնենք ինքնահոս եղանակով կապտաժային ջրերին, այդ ժամանակ ազգաբնակչությունը անմիջապես կզգա ջրի համի փոփոխությունը։ Մոտավորապես օգոստոսի 10-ից 15-ը դա ամենավերջի ժամկետը կլինի, որ վերակառուցված կապտաժների ջուրը նորից մաքուր ու որակյալ վիճակով կհասնի աշտարակ։ Veolia ջուրընկերության համակարգում ավելի քան 180 ջրաղբյուր կա եւ դրանցից յուրաքանչյուրի ճիշտ շահագործումից եւ պահպանումից է կախված բնակչին անցնող խմելու ջրի որակն ու շարունակականությունը։ Արամ Գրիգորյան, Դավիթ Մաչկալյան, Լրաբեր։